Բարի կեսօր, սիրելի հեռուստադիտող, դե ինչ նկարչությունից եւ երաժշտությունից անցում կատարենք դեպի գրականություն։ Եվ մեր գրքասեր հեռուստադիտողներին շտապ եմ ներկայացնել, որ նոր հրատարակչություն է բացվել, որը կոչվում է Corporate Library։ Հենց այս պահին էլ մեր տաղավարում են հրատարակչության տնօրեն Արեգ Կարապետյանը եւ հրատարակչության կոմերցիոն տնօրեն Հասմիկ Ավագյանը։ Բարի օր ձեզ։ Ինչպես եք սկսել ձեր օրը, կարծում եմ շատ խառն եք, նոր հրատարակչություն, նոր գործեր, նոր գրքեր, պատմեք։ Ինչպես միշտ գրքերի հետ։ Այո։ Օրը հիանալի ենք սկսել, ճիշտ է, նոր հրատարակություն խառը նշեցիք, բայց ասեմ, որ հենց հրատարակությունը կոնկրետացման վրա է հիմնված, այսինքն այն ամեն ինչը, ինչ որ հրատարակում ենք, ստեղծում ենք եւ ներկայացնում ենք հանրությանը, ինքը ունի կոնկրետ մոտեցում, կոնկրետ ուղղվածություն։ Ուղղվածությունն է համաշխարհային top գրքերը ոչ թե հրատարակում ենք ուղղակի կամայականորեն, այլ այն բոլոր գրքերը, որոնք որ կտան արժեք, այսինքն կզարգացնեն կորպորատիվ մշակույթը։ Ինչ է կորպորատիվ մշակույթը, դա տվյալ կազմակերպության ներքին արժեքներն են, աշխատանքային միջավայրն է եւ այս ամեն ինչը ինչ է անում, կառավարում է հենց տվյալ կազմակերպության աշխատակիցներին։ Կազմակերպության աշխատակիցները երբ ձեռք են բերում նորարարական գիտելիքներ, ձեռք են բերում փորձ, այսինքն եւ այն իրենց անցած ճանապարհը, որ համադրում են մեր ստեղծած, մեր տված արժեքի հետ, կունենանք շատ գերազանց կոմպոզիցիա։ Այ ինչպես եք այդ չափանիշները գտնում, որպեսզի համապատասխանեն ձեր նպատակներին եւ վերցնեք այդ կազմակերպության այդ գիրքը եւ հրատարակեք։ Չափանիշները, ասենց ասեմ, 20 տարվա հրատարակչական փորձը եւ այն թիմը, որը որ հավաքված է մեր շուրջը, այսինքն պատահական չենք ես եւ Հասմիկը այս տաղավարում։ Այ դա էլ կուզենամ հասկանալ։ Եվ նաեւ ժամանակի ընթացքում կբացահայտվեն մեր մյուս մասնակիցները, որտեղ մի քիչ զսպված Այո, զսպված կադրից այն կողմ աշխատող թիմը, այո, ժամանակի ընթացքում կարծում եմ մարդիկ կհասկանան, որ ուղղակի այս ոլորտում կարելի է ասել թույլ կտամ ինձ ասել ամենափորձառուներն են եւ այս տարիների փորձը եւ գործարարական այն ջիղը, որը որ կա մեր թիմում, սա ամեն ինչը մեզ թույլ է տալիս ասելու, որ այո, այս գործը հենց մենք ենք անում։ Եվ նաեւ բացի այս բիզնես գրքերից նաեւ պլանավորում ենք հոգեբանական գրքեր, փիլիսոփայական գրքեր, այսինքն այն ամենը, ինչը որ անձնային աճի հետ կապ ունի, ինքնակատարելագործման հետ կապ ունի։ Այսինքն հենց դա է նպատակը, որ քանի որ այսօր շատ են հրատարակչությունները, տարբեր հրատարակչություններ կան, հենց այդ ուղղվածությունը ստեղծելու, ունենալու նպատակն էր, որ որոշեցիք ստեղծել նոր հրատարակչություն։ Այո, իրականում շատ մեծ բացուն ենք հրատարակչական ոլորտում, որովհետև non-fiction-ը իրենից ներկայացնում է շատ լայն շրջանակ եւ այս բացը իսկապես լրացնելու կարիք ունեինք։ Գեղարվեստական գրականությունը մի հրաշալի ճյուղ է, որը վստահ եմ հենց նուրի հեռուստադիտողները կփաստեն, որ բազմաթիվ տարիներ արդեն պրոպագանդում ենք եւ բնականաբար առանց գեղարվեստական գրականության ընթերցանության որևէ անհատ չի կարող զարգանալ, բայց այդտեղից պետք է սկսել։ Այո, այդտեղից պետք է սկսել, բայց երբ խոսում ենք արդեն թիմային զարգացման մասին, գործարարի ձեռքի տակ ավելի հասանելի հենց հայերենով գրականության մասին, որը պետք է օգնի հենց բիզնեսում, նեղ մասնագիտական ոլորտներում, արդեն բնականաբար գալիս է այս խնդիրը լուծելու հարցը։
Առաջին գիրքը մտածելակերպ գիրքն է, որը որ թողարկել եք, հրատարակել եք եւ որը այժմ մեր տաղավարում է, կխնդրեմ խոսենք նաեւ այս գրքից։ Իրականում մտածելակերպը վերջինն է։ Վերջինն է, այո։ Ներողություն նախավերջինը բերեք, Հա, ասենք որտեղ լավ, եկեք նախավերջինը։ Մի խոսքով եկեք խոսենք մտածելակերպից, էական չէ դա։ Իրականում այն չեմ ասում մտածելակերպը վերջինն է, որովհետև հասցրել ենք մտածելակերպի շնորհանդես անել եւ հենց այդ օրը տպարանից մեզ լավ լուր տվեցին, որ մեր վերջին ճակերտավոր գրքի շնորհանդեսի ընթացքում արդեն ունենք անպարտելի թիմերը, սրան դեռ չենք հասցրել ծանոթացնել լայն հանրույթին, կարելի ասել ձեր տաղավարում առաջին անգամ Եկեք հերթով կտեսնեն։ ներկայացնենք։ Մտածելակերպը իրականում շատ լայն հորիզոններ բացելու մասին գիրք է, որպեսզի մենք դուրս գանք այն ուղիղ քառակուսի անկյունից եւ փորձենք ավելի բարձր արժեքների, ավելի լայն հորիզոնների մասին մտածել եւ իհարկե վստահաբար կարող եմ ասել, որ ցանկացած անհատ այս Հոգեբանական գիրք է։ Այո, հոգեբանական տարեր ունի, Քերոլը ինքը հոգեբանական կրթություն ունի նաև ու բնականաբար այդ ամենը իր գրքից չէր կարող դուրս մնալ, այո։ Եվ արդեն մյուս գրքերն են, որոնք կարծում եմ ժամանակի ընթացքում կծանոթանա եւ մեր հասարակությունը եւ մենք ինքներս, որքանով են պահանջված այն գրքերը, որոնք որ դուք ընտրում եք, նշեցիք, որ կոնկրետ չափանիշներով եք ընտրում այդ գրքերը։ Այո, տեսեք, պահանջարկը ընդհանրապես կարող է գոյություն չունենալ, որովհետև տարիներ շարունակ անընդհատ մեզ ասել են, որ լավ ով է կարդում, չգիտեմ, ինչի պիտի կարդալ, հենա ինտերնետ կա, հա, այսօր շատ ավելի արհեստական բանականություն կա եւ այլն, այնքան բան կա, որը որ ուղղակի այն մարդը, որ ուղղակի չի ուզում ճանապարհ անցնի գրքի հետ, չգիտեմ, աուդիո գրքի հետ, գիտելիքի հետ, այս ամեն ինչը իրեն կարա խանգարի։ Այսինքն ինքը եթե վերցնի ուզենա ուղղակի զարգանա, չգիտեմ, ձայնակապով AI տեխնոլոգիաների հետ, ուղղակի դա կխանգարի։ Դրա համար գրքերը իրանք ընտրվում են ըստ պահանջի, այսինքն մենք եթե այսօր խոսում ենք կորպորատիվ մշակույթից, մենք գրքերը ընտրում ենք այդ ոլորտում, որպեսզի ցանկացած աշխատակից կարողանա ժամանակի ընթացքում հանդես գալ որպես գործարար։ Ընդհանուր առմամբ, եթե կյանքով Հետաքրքիր բան ասացիք, բայց ընդհանուր առմամբ, եթե կյանքով նայենք, տեսեք, մարդիկ ինչ են անում, մարդիկ սիրում են կառչել մարդկանցից, մարդիկ սիրում են կառչել նյութից ու տարբեր բաներից, որպեսզի, չգիտեմ, արդարացնեն իրենց բացերը, բայց իրականությունը այլ է, երբ որ մարդը ինքը անընդհատ ուզում է կրթվի, անընդհատ ուզում է սովորի, այսինքն ձեռք բերի այն ամեն ինչը որ իրան հասանելի է, այստեղ մենք պիտի բերենք այդ գիտակցման, որ այս ինչը իրեն պետք է յուրաքանչյուր մարդ ինչ որ առումով նաև գործարար լինի։ Դե տեսեք, ես ինչի ասեցի, որ մարդիկ սիրում են կառչել, որովհետև վերցնենք, մենք նաև առաջնորդության հետ կապված գրքեր ունենք, տեսեք, վերցնենք առաջնորդին, որը որ ուզում է, որ իր աշխատակիցները լինեն խելացի, իր աշխատակիցները լինեն բան իմաց, աշխատակիցները լինեն նորարարական։ Ենթադրենք, տվյալ աշխատակիցը արդեն հասել է մի աստիճանի, որ ուզում է լքի կազմակերպություն։ Դա արդեն գործարին ձեռք չի տալիս։ Բերեք հակառակ կողմից նայենք։ Եթե այս process-ը անընդհատ է, պատկերացրեք նույն գործարարը, նույն առաջնորդը, ինքը չի էլ հասցնի հասկանա իրան ձեռա տալի, թե չէ, որովհետև մեր Հայաստան աշխարհում, եթե այս գործարարությունը իրոք զարգացում ապրի, այլևս տենց խնդիր չի լինի։ Դա հենց ես հիմա ուզում եմ այս մտածելակերպ գրքին անդրադառնամ, որ դա հենց կարծրատիպային մտածելակերպ է։ Իսկ մենք եկել ենք կանգնելու գործարի կողքի, որ ասենք, որ պետքա ոչ կարծրատիպային մտածելակերպ, այլ աճի մտածելակերպ։ Իսկ վերջին մեր շնորհանդեսը ինչի մասին էր, մենք մարդկային ռեսուրսների կառավարիչներին, HR-ներին մի հարկի տակ հավաքելով նպատակ ունեինք աճի մտածելակերպով ապահովել անպարտելի թիմեր։ Խնդրեմ, սա էլ գիրքը
այդ օրը Հենց այդ վերնագրով։ Այո, ինչի համար է սա, որպեսզի մեր թիմերը, մեր Հայաստանում կազմակերպության մեջ թիմերը իրականում ինչ որ մի պահից դառնան մրցունակ անպարտելի, այսինքն ոչ միայն մեր երկրի տարածքում, որ իրար հետ մրցեն, իրար գզեն, իրար կրծեն, այլ նաև ողջ աշխարհում, քանի որ գրքերի մեծ մասը իրենց դերը կատարել են աշխարհում, ճիշտ է համաշխարհային մասշտաբով։ Ինչի՞ այս ամեն ինչը գեղեցիկ մայրենի լեզվով չունենանք, որպեսզի իր դերը կատարի նաև երկրում եւ երկրի սահմաններից դուրս, այսքանը։ Հասմիկ, որպես կոմերցիոն տնօրեն, այ դուք ինչ քայլեր եք նախաձեռնում, որպեսզի գրքերը հենց կոնկրետ որոշակի ընկերությունների աշխատակիցներին հասանելի դառնան, որովհետև հենց նպատակը դա է, ինչպես հասկացանք։ Տեսեք, վաճառքների տեսանկյունից իրականում մենք ունենք երկու ճյուղ այս բային հրատարակչությունում։ Հիմա B2B-ի մասին խոսեմ, բնականաբար կորպորատիվ թիմերին առաջարկում են գրականությունը, բնականաբար լայն ներկայացնելով յուրաքանչյուր գիրք, որովհետև այ Արեգը շատ հրաշալի նշեց, մարդիկ երևի չգիտեն, որ սրա պահանջն իրենք ունեն, բայց մեր գործը նաև տեղ հասցնելն է, հա, բոլոր այդ մարդկանց, գործարարներին ու թիմերին, որ այս գրականությունը նրանց աճի հնարավորություն է տալու։ Այս գործով ենք իհարկե զբաղված ողջ թիմով հիմա, որպեսզի մեր գործարարները մոտենան ճիշտ գրականությանը, ճիշտ այն տեսանկյունից, որը կօգնի իրենց թիմերին ինչ որ չափով ճակերտավոր յուրաքանչյուր աշխատակցի իր աթոռին նստած դարձնել ճակերտավոր գործարար եւ նաեւ փոխել մտածելակերպ, որ բայց եկեք մի քիչ հայկական իրականությունից չհեռանանք, Հայաստանում մի փոքր կարծում եմ մտածելակերպը իսկապես այլ է, որովհետեւ բոլոր աշխատակիցներին նախ գործարարները չեմ կարծում որ դիտարկում են որպես անհատ գործարար եւ իրենց իսկապես Սովորաբար ինչպես է։ Տեսեք, մենք խոսում ենք գործարարի մասին։ Մենք խոսում ենք գործարարի մասին։ Իրականում Հայաստանում շատ լուրջ խնդիր ունենք գործարար ասվածի եւ բիզնեսմեն ասվածի։ Այ դուք հիմա որ ասում եք, ճիշտ եք։ Դա բիզնեսմենն է, որը Հայաստանում գերիշխում է թվականակով։ Բնականաբար տարիներ շարունակ այդ կարծրատիպը կա։ Բայց մենք խոսում ենք գործարարի մասին, իսկ գործարարը, ով իսկապես գնահատում է այն արժեքը ու այն գաղափարը, որ դնում է իր գործում, բնականաբար գնահատում է նաև հենց այն աշխատակցին, ով կարողանում է այնքան նվիրվել եւ այնքան մտածել, որ առաջարկներ անել, որոնք կդառնան հենց շարժիչ ուժը այդ կամպանիայի, այդ ընկերության, այդ թիմի։ Եվ մեր նպատակներում կա այն բազում բիզնեսմեններից, իհարկե վախենում եմ ասել, որ բոլորին վստահաբար այդ կարծրատիպը շատերի մոտ կոտրելը բարդ կլինի, բայց մենք ամեն դեպքում կփորձենք այնտեղից էլ մարդիկ ներքաշել ու բերել այն ճանապարհի վրա, որը պետք է տանի դեպի աճ։ Քանի որ նշեցիք, որ քայլեր եք անում, որպեսզի այդ պահանջարկի մասին իրենք էլ իմանան, որ գուցե ունեն, այ ինչ առարկայական, հա, ինչ քայլեր եք անում, ինչպես եք փորձում այդ։ Իրականում սա արդեն մի փոքր աշխատանքային, հա, կոմերցիոն գաղտնիք է, աշխատանքային գաղտնիք է, բայց իհարկե տարբեր առաջարկներ են լինում, համագործակցություններ են լինում, Արեգը նշեց վերջին շնորհանդեսն էլ իրականում դա փոքրիկ քայլ է։ Այդ բոլոր ընկերությունների, մասնագետների համար երկու հրաշալի բանախոսություններ եղան, իդեպ մեր վերջին շնորհանդեսը իր ոճով, իր բնույթով շատ նոր ձեռագիր էր ու տարբերվում էր, եւ հենց սա էլ սա ուղիղ վաճառք չէ։ Սա հենց բոլոր այդ աշխատակիցներին հուշում է, որ իրենք ունեն այս գրքերի կարիքը։ Դրանից հետո իրենք են հենց գալիս դեպի մեզ վստահաբար։ Շատ կարճ ժամանակահատված է, ինչ ստեղծվել է հրատարակչությունը, բայց արդեն բազմաթիվ գրքեր ունենք հրատարակված։ Հաջողել եք, սկիզբը լավ է դրվել։ Հրատարակությունը ընդամենը 3-ից 4 ամսվա կյանք ունի։ Այո, երբ որ անցյալում կատարված սխալներ ասեմ կամ այն բոլոր խոչընդոտները կապված է գրքի ստեղծման, հրատարակման, երբ այս ճանապարհը արդեն անցնում ես եւ կոնկրետ գիտես քո անելիքը եւ գիտես ինչ նպատակ ունես, ուր ես ուզում գնալ, այո, ամեն ինչը արագանում է, որակապես աճում է։ Արդեն ունենք 8 գիրք այս 3-4 ամիսների ընթացքում եւ կարծում եմ
Ինչը ֆենոմենալ արդյունք Հա, է ֆենոմենալ իրականում, արդյունք, որովհետև գրքի ոլորտում եւ հրատարակչական ոլորտում աշխատած կամ գոնե մի փոքր առնչություն ունեցած մարդիկ համոզված եմ կփաստեն հիմա հեռուստաէկրանների առաջ, որ այսպիսի արագություն գրեթե անհնար է։ Բայց մենք ձգտում ենք հենց մեր գաղափարախոսությունը պահել, արագ աճել, զարգանալ եւ փոխել կարծրատիպը։ Եվ ձեր հրատարակության անունից էլ հենց կարելի է ձեր գաղափարախոսությունը հասկանալ։ Կորպորատիվ գրադարան, այո, կորպորատիվ գրադարան, հենց անվանումը հենց այնպես չի ընտրվել եւ տարվա վերջում կտեսնեք, արդեն կարծում եմ գրքերը Աստծո հաջողությամբ գրքերը կշատանան եւ իրենց ասելիքը Եվ քո թույլտվությամբ Արեգ ջան փոքր հավելում անեմ, կորպորատիվ գրադարան, բայց հանկարծ թյուր կարծիք չստեղծվի, թե անհատների համար այս գրքերը չկան հասանելի վաճառքում եւ այլն, որովհետեւ այո, թիմերը թիմեր, բայց այդ յուրաքանչյուր մարդ այդ թիմից դուրս ինքը անհատ է, այո։ Կարող ենք նաև ներկայացնել այն հեղինակներին, գուցե նրանց թվում լինեն շատ հայտնի անուններ, որոնք մենք լսել ենք կամ գուցե դեռ չենք լսել եւ դեռ կծանոթանանք։ Ասմիկ ջան, որպես կորպորատիվ տնօրեն, դե դուեքի մասին արդեն խոսեցինք, ես շատ կուզեմ հենց խոսել Փիթեր Դրաքերի մասին, արդյունավետ ղեկավարը գրքի, որովհետև մենք անընդհատ խոսում ենք մենեջմենտ ասվածից, սա հրաշալի մենեջեր է, այս մարդը հրաշալի ղեկավար է եւ մարդիկ ովքեր կվերցնեն ու կհետաքրքրվեն իր կենսագրությամբ, հենց կհասկանան, թե այսպիսի մարդը ինչպիսի գիրք կարող էր գրել, դե Will Գիդարան անսովոր հյուրընկալություն։ Այնտեղ կարդալով այդ գիրքը մենք սովորում ենք ինչպես դառնալ մենեջեր։ Այո, արդյունավետ ղեկավար, հենց գրքի վերնագիրը մեզ հուշում է դա, անցում կատարեմ, թույլ տալիս եք Աննա ջան։ Այո, ես ուղղակի շատ հետաքրքրված եմ այդ գրքով։ Will Գիդարան անսովոր հյուրընկալություն գիրքը, սա հյուրընկալության ոլորտին է առնչվում, բայց այստեղ էլ հավելում անեմ, որպես նաև հաղորդակցության մասնագետ, որ Այնպես չի, որ սա միայն հյուրընկալության ոլորտի մասնագետների համար է, սա հրաշալի кейս է, թե ինչպես հաղորդակցվել նույնիսկ ընտանիքի անդամների հետ։ Երբ հյուրեր ենք ունենում։ Այո։ Դե Միլսի գիրքը անպարտելի թիմերը արդեն ինչ-որ չափով հենց վերնագիրը մեզ հուշում է, թե ինչ է այստեղ լինելու թիմերի առաջընթացի, թիմերի հաջողելու եւ թիմերի հաղթանակների մասին։ Մենք ունենք արհեստական բանականության մասին գիրք հանճար կերտողները, մենք ունենք բարդ որոշումներ կայացնելու արվեստը, որ էլի ֆանտաստիկ գիրք է, այո։ Երկու բառով կարելի է այդ գրքից խոսել, ուղղակի ին վրա մեծ ազդեցություն է ունեցել գիրքը։ Վերնագիրն ինձ արդեն գրավել է։ Որովհետև գրքեր կան, իրենք ոչ թե բիզնես գիրք են կամ ոչ թե գեղարվեստական են, դու ուղղակի սուզվում ես այդ գրքի մեջ, այսինքն հեղինակը այն ճանապարհը, որ անցնում է, դու Քեզ թվում է դու ես այդ մարդը, այդ խոչընդոտների միջով դու ես անցնում, այդ որոշումները, բարդ որոշումները, կրիտիկական, դու ինքդ ես կայացնում։ Գրքի ֆանտաստիկ կողմը դա է, որովհետև այնտեղ եթե հիմա խորանանք այդ պատմությունների մեջ եւ այլն, ես մեծ մասը երևի չեմ հիշի, բայց ես ուղղակի ին վերաբերմունքն եմ հիմա ուզում ասեմ գրքի հետ կապված, որ ուղղակի սուզվում ես գրքի մեջ, այսինքն այդ բոլոր որոշումները կայացնում ես դու, այդ ապրումները քո վրա են, այսպես ասած, Եվ այո, որպես հավելում, հենց ներողություն Արեգ ջան, շարունակեմ, գրքից ուղիղ անցում մեր ընդհանրապես բոլոր գրքերին, այս գրքերը այնքան մանրակրկիտ են ընտրվում մեր թիմի կողմից, այնքան լայն, երկարատև աշխատանք է։ Եկեք խոսենք այդ փուլի մասին, ինչ փուլեր են անցնում։ Իրականում շատ կուզեի, որ մեր հենց գործընկերը խոսեր այս մասին, ով պատասխանատու է այս բարդ գործի համար, որովհետև արդեն պատրաստի ֆենոմենալ գիրքը վաճառելը շատ ավելի հեշտ է, քան ճիշտ ընտրել է այդ գրքերը, սրանք համաշխարհային բեսթսելերներ են, բոլորը, վաղուց արդեն աշխարհը եւ Եվրոպան գրաված, հավատացեք նույնիսկ ռուսական շուկան արդեն գրաված, որովհետեւ իրենք իրենց արդյունքներով անդադար մարդկանց դրթում են գալ դեպի սրանց եւ այդքան շատ գրքերից non-fiction ճիշտ ընտրել օրինակ այս պահին այն ութը, որ պետք է լինի ընթերցողի սեղանին, շատ բարդ է։ Բայց իհարկե այս գործը եւս պատվով է կատարվում ի շնորհիվ մեր ֆանտաստիկ գործընկերների եւ
Այսինքն մենք բարդ որոշումների կայացման արվեստին տիրապետում ենք, էլի, եթե բարդ։ Այո, որովհետև վաղուց կարդացել ենք գիրքը։ Ահա, դա է ուզում հասկանալ։ Մինչև հրատարակելը։ Հետաքրքիր է նաև, քանի որ նշեցիք, դեռևս միայն non-fiction գրականություն եք հրատարակում, կան արդյոք մտքեր անցնել նաև այլ ժանրերի։ Միանշանակ, ոչ միայն մտքեր կան, արդեն թարգմանությունները Արվում են, հեսա մեր Յունգը շուտով կմտնի շուկա, չի ուզում բացահայտել, բայց երևի ասենք, էլի, որովհետև ինչքան որ ուսումնասիրությունները ցույց են տալիս եւ փորձը շատ-շատերը լեզվի տակ են թողում շատ բաներ ու տենց, չգիտեմ, մի տեսակ ես ուզում եմ ասել։ Ասեք։ Բացի հոգեբանական ուղղվածությունից նաև փիլիսոփայական ուղղվածության գրքեր ենք ուզում անել ու ինչի ենք այս ամեն ինչը ուզում անել, որովհետև ժամանակին այն որ ասում են որ անեին, էլի։ Թարգմանական process-ները շատ բարդ են եղել, այսօր քանի որ զարգացում են ապրել նաև տեխնոլոգիաները եւ մարդկանց պրոֆեսիոնալ խմբերի հետ համատեղելով շատ ավելի հրաշալի արդյունքներ ենք ունենում, արդեն մոտ 97-98% արդյունք ունենք, մի քանի տոկոսը հուսամ ես մոտակա մի տարում, այո։ Եվ ամփոփելով զրույցը, առաջիկա այն անելիքը գլխավոր ծրագիրը, որ ունեք, որն է, պատմեք դա էլ։ Իրականում գրական ոլորտում գալիս է տարվա ամենավատ ամիսները, այո, շրջանը, երբ մարդիկ գնում են հանգստի եւ չեն ուզում կարդալ, բայց ես ուզում եմ հուշել մարդկանց, որ այո, մեր գրականությունը հենց այն գրականությունն է, որը չի ծանրաբեռնելու ձեզ, այլ միայն օգնելու է հանգստից նոր գաղափարներով ետ վերադառնալու եւ սեպտեմբերից արդեն անցնելու դրանց պրակտիկ կիրառմանը։ Ես խոստանում եմ ձեր գրքերից մեկը կվերցնեմ եւ կմեկնեմ հանգստի։ Հրաշալի։ Մենք մտածելակերպը հենց հիմա կբացենք։ Եկեք, ինչպես ասում են, unboxing անենք մեր եթերում։ Մտածելակերպը սիրով նվիրում ենք ձեզ։ Շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար։ Եվ մեծ հույս ունենք, որ մեր բոլոր պատմած նախադասությունները կգտնեն այդ գրքում։ Կարդարացնեն իրենց Այս ցանկանում ենք աճի մտածելակերպ։ Շատ։ Դե շնորհակալ եմ ձեզ մեր տաղավարում լինելու համար, կարծում եմ շատ հետաքրքիր բովանդակալից զրույց ունեցանք եւ կարեւոր թեմաների մասին խոսեցինք եւ շնորհակալություն նվերի համար։ Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար, Աննա ջան։ Շնորհակալ եմ։ Այսպիսով սիրելի հեռուստադիտող ամփոփենք մեր այսօրվա եթերը, շնորհակալություն հայտնենք մեր գլխավոր գործընկերոջը Արփինետին, մեր այս գեղեցիկ եթերն ապահովելու համար, ձեզ հետ տաղավարում աշխատեց Աննա Կոստանյանը, ձեզ հաճելի ու ուրախ տրամադրությամբ հանգստյան օրեր կհանդիպենք։